Լուսարոտին շարունակվում է եւ ինչպես հասկացաք, այսօր Թումանյանական դրամատուրգիությունը տիրում մեր տաղավարում եւ Առասարակ TV-ում եւ Առասարակ Հայաստանի Հանրապետությունում, բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում։ Եվ գիրք նվիրելու օրվա արդիվ այսօր կխոսենք այն ամենի մասին, ինչը կապված է գրքի հետ, ինչ գրականություն են ընթերցում մեր հայրենակիցները, ինչ գրքեր են հրատարակվում եւ լույս տեսնում եւ ինչպիսին է գրքերի վաճառքը։ Ես վստահ եմ մի տեսակ, որ վաճառքը շատ լավ է, որովհետև վերջին շրջանում թե ինչ հյուրերի որ մենք ընդունում ենք հրատարակչություններից, հասկանում ենք, որ վաճառքը շատ բարձր է։ Հիմա եւս մեկ անգամ կհամոզվենք ինձ կարծիքով, իսկ մեր հյուրն է Զանգակ գրատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ շնորհակալ եք հրավերի համար եւ կարծում եմ բոլորից կարելի է շնորհավորել այս ֆանտաստիկ օրվա արդիվ։ Գիտեք, ես ինչ էի մտածում, այս տեսանյութ որ մենք այս ընթացքում դիտում էինք հեքիաթները Թումանյանի ու կարելի է ասել, որ գրեթե բոլորի տանն էլ դա եղել է, որ մայրիկը, տատիկը կամ պապիկը, հայրիկը ընթերցում էին Թումանյանի հեքիաթները։ Այսօր ապրում ենք արհեստական բանականության շրջանում ու ցավոք սրտի շատ ու շատ ծնողներ, երիտասարդ ծնողներ նույնիսկ չեն վերցնում գիրքը բացեն իրենք ընթերցեն ու մնաց հասնի գիրքը բացեն հեքիաթ կարդան երեխաների համար, տալիս են հեռախոսը կամ ասում են բալես ես հիմարությունը նայ ու պարկի քնի։ Ինչպես վերականգնել դա, ինչպես համոզել, ինչպես բացատրել, որ ի վերջո այդ գրքերը վերցրեք, կարդացեք հեքիաթները ձեր երեխաների համար։ Առաջինը աշխատանքն է ծնողների հետ։ Մենք բազմաթիվ նախագծեր ենք անում, մանկական գրքի փառատոն ենք կազմակերպում 3 օր ամռանը մեծ լայնածավալ միջոցառում է։ Գրքի հանրայնացման շատ ծրագրեր ենք անում, առաջին քայլով ցույց տալու ծնողներին, որ սա կարևոր է, սա պետք է ձեր կենցաղում լինի, եւ իհարկե եթե ծնողները չեն կարդում, շատ դժվար է երեխաներին գրավել, իհարկե երեխաների համար ենք ծրագրեր անում, բայց առաջին քայլը ծնողներին ցույց տալը, հիշեցնելը, որ երեխայի կյանքում առանց գիրք կարդալու հետագա զարգացման համար շատ դժվար կլինի, որովհետև այսօր մենք հեռախոսներում մենք ինքներս ենք շատ ժամանակ անցկացնում, արագ ինֆորմացիա ենք ստանում, արագ տեղեկություն մենք էլ չենք գրում, AI-ը գրում է մեր փոխարեն, տեքստը մենք էլ չենք գրում, եւ արդյունքում ստացվում է, որ երիտասարդները, երեխաները երկար տեքստ էլ չեն կարողանում կարդալ, այսինքն տեքստը, չգիտեմ, կես էջից ավելը արդեն դժվարանում են կարդալ, երկար ուշադրություն չեն կարողանում դարձնել, սա ազդում է արդեն հիշողության վրա, ուղեղի զարգացման եւ տարբեր բաների։ Եթե չխոսեմ այն գեղագիտական ճաշակի զարգացման վրա, որը կարեւոր է, որի համար կարեւոր է գիրքը, այսպիսի նվազագույն բաներ կան, բայց իհարկե օր-օրի մենք նկատում ենք, որ ծնողները ավելի մեծ ուշադրություն են դարձնում գրքին եւ հատկապես մեզ մոտ Զանգակում մանկական գրքի պահանջը շատ մեծ է, հետեւաբար կարող ենք ասել, որ ամեն հաջորդ օր ավելի շատ ծնողներ մտածում են, որ պետք է երեխային գիրք գնել, գիրք նվիրել եւ տանել դեպի գիրքը։ Իսկ ինչպիսի գրականություն են այսօր ավելի շատ կարդում մեր հայրենակիցները, հայ հեղինակներ, թե ավելի թարգմանական գրականություն։ Շատ տարբեր են, իհարկե թարգմանական բուրըն այսպես ալիք է մեզ մոտ, քանի որ շատ լավ թարգմանություններ են արվում, հրատարակիչները շատ արագ են արձագանքում աշխարհում ինչ է կատարվում եւ շատ լավ եւ որակյալ թարգմանություն են անում, որովհետեւ մենք ունենք հեղինակներ, որոնք կարևոր հեղինակներ են, ժամանակին թարգմանվել են որոշ կրճատումներով, թարգմանվել են միջնորդավորված լեզվից եւ այսօր մենք հնարավորություն ունենք շատ լեզուներից հայերեն կարդալու եւ տեսնելու թե աշխարհում ինչ գրականություն է ստեղծվում, բայց նաեւ վերջին շրջանում հետաքրքրությունը մեծ է ժամանակակից գրականության հանդեպ, կան մի քանի ժամանակակից գրողներ, որոնց շատ սիրում են եւ այդ գրողները դառնում են այսպես գրական կերպարներ եւ հետաքրքրությունը մենք շատ հաճախորդներ ունենք, որոնք գալիս են ուղիղ հարցնելու ինչ ժամանակակից գրականություն կա եւ տարեստարի այս տենդենսը ավելի աճում է, ավելի այն ժամանակակից գրականության հատվածը մեր գրախանութում ավելի մարդաշատ է դառնում։ Իմ կարծիքով գրախանութում աշխատող մարդիկ շատ թանկ են, շատ թանկ ու իրենց գտնելը շատ դժվար է իրականում, որովհետև պետք է պատրաստ լինես այնպիսի հարցերի, որ օրինակ հաճախորդը մտնում եւ ասում է ինձ մի հետաքրքիր գիր տվեք կամ ես մեկ կարմիր գիրք եմ տեսել կամ կապույտ գիրք եմ տեսել, գիրքն եմ ուզում գտնում, չգիտեմ ոնց անեմ, խնդրում օգնեք գտնենք ինձ։ Դեղագործի պես բան է, չէ՞, պիտի կարդացած լինի։ Ես միշտ երեխա ժամանակներից մտածել եմ եւ մեր դպրոցի գրադարանավարուհու օրինակից բանը հիշում եմ, որ ինձ թվում էր, որ իրենք բոլոր գրքերը կարդացել են, որ այդքան տեղեկացված են։ Լավ, ինչպես պատասխանել այդ հարցերին։
Մենք նախ ընտրում ենք աշխատակիցներ, որոնք շատ կարդացած լինեն եւ մեզ համար առաջնայինը սպասարկումն է, այսինքն որ մեր հաճախորդը եկավ, մեր հաճախորդները շատ սիրում են զրուցել մեր աշխատակիցների հետ եւ ունենք հաճախորդներ, որոնք ունեն իրենց սիրած աշխատակիցը, գալիս են ժամերով զրուցում են, պատմում են, գնում են գիրքը կարդում են, նորից վերադառնում են, որովհետեւ եթե հաճախորդին, եթե ընթերցողին վատ գիրք խորհուրդ տաս, այսինքն գիրք, որը իրեն չի համապատասխանում, ինքն էլ գիրք միգուցե չկարդա։ Միգուցե ինչ որ մեկը առաջին անգամ որոշում է գիրք կարդա եւ ես սկսում եմ կարդալ, գալիս է աշխատակիցը գիրք է խորհուրդ տալիս, իրեն համապատասխան չի եւ որոշում է, որ էլ երբեք չի կարդա։ Դրա համար մենք շատ հետեւողական ենք ընտրում եւ նաեւ շատ երկար աշխատանք ենք անում աշխատակիցների հետ։ Իհարկե աշխատակիցները բոլոր գրքերը չեն կարդում եւ հնարավոր չէ աշխարհի բոլոր գրքերը բնականաբար կարդալ եւ բայց հաճախորդները հավատում են, որ այդ բոլոր գրքերը աշխատակիցները կարդացել են, այսինքն երբ որ գրքից հարցնում են, անպայման հարցեր են տալիս, այս գիրքը ինչ իմաստն է, իսկ ինչ է լինում է։ Մինիմալ տեղեկատվություն։ Այո, իսկ մինիմալ տեղեկությունը այդ ինֆորմատիվ մենք ունենում ենք գրքերի մասին եւ հաճախորդները պատմում են, հաճախորդներին պատմում ենք։ Իսկ գիրք նվիրելու օրվա վաճառքի, այսինքն որքանով է ազդում վաճառքների վրա, սա ուղղակի պարզապես խորհրդանշական օր է, թե այսինքն իրական շարժ առաջացնող իրադարձություն։ Երբ տոնը նոր էր նշվում եւ նոր էր որոշվել, որ Թումանյանի ծննդյան օրը նշենք նաեւ գիրք նվիրելու տոն, դա խորհրդանշական օր էր խոսելու այդ մասին, բայց վերջին մի քանի տարիներում սա տոն է, այսինքն մարդկանց օրացույցում սովորական ինչ որ մի հատ բան անելու կարևոր տոն է։ Սա մենք զգում ենք, մենք մի խաղ էսպես պայմանական ասեմ, խաղ տարածեցինք Գաղտնի Թումանյան, խաղացեք Գաղտնի Թումանյան, ինչպես որ ամանորին խաղում են Գաղտնի Ձմեռբապ եւ աշխատակիցները օրինակ իրենց թիմում, աշակերտները իրար նվերներ են տալիս, այդպես էլ այս օրերին շատ մեծ կազմակերպություններ խաղում են Գաղտնի Թումանյան եւ աշխատակիցներ իրար գրքեր են նվիրում։ Եվ նաեւ շատ մեծ կազմակերպությունների ուշադրությունն է դեպի գիրքը, իսկ գիրք գնելու եւ գիրք նվիրելու այս բանը մեծ շարժը մոտ 1-1.5 շաբաթ առաջ սկսվել է եւ այսքանի օրը օրինակ Զանգագրատանը շատ երկար հերթեր են։ Եթե մի քանի տարի առաջ մենք մտածենք ինչ абսուրդի ժանրից կարող է լինի, ասենք գրախանութում հերթ գրախանութում, այսքանի օրը եթե դուք գաք Զանգակ կտեսնեք երկար հերթ եւ մարդիկ կանգնում են երկար սպասում են իրենց հերթը հասնի որպեսի վճարեն, որովհետեւ այս սիմվոլիկ մի օր է, որին շնորհավորում ենք, ինչ որ հրապարակում ենք անում, սրանից վերածվել է տոնի, որը մեր ժողովրդի կենցաղում արդեն կա։ Եվ շատ քիչ տեղեր մենք կհանդիպենք աշխարհում, որ կա հենց գիրք նվիրելու տոն, այո, կա գրքի տոն, մանկական գրքի տոն, մանկապատանեկան, բայց դա ինչ որ ինդուստրիալ փոքր բան է, իսկ Հայաստանում ես կարծում եմ, որ վերջին շրջանում հենց համատարած իսկական տոն է եւ մարդիկ նշում են այդ տոնը։ Դա աստված այդ հերթերը միշտ լինեն, հերթերը թող լինեն գրախանութներում, ոչ թե բանկերում։ Այն մենք ինչ առաջ խոսեցինք, որ ժամանակակից գրողներ կան, մի քանիսը որ արդեն դեն շատ պահանջված են, գալիս են մշտապես իրենց գրքերն են հարցնում։ Օրինակ ինչ եք կարծում, դա վախենալու չէ, այսինքն որ հին դասականներին կարծես թե երիտասարդությունը դա հիմնականում մոռանում է, հետաքրքիր չէ, թե իրենց շատ է գրավում նոր ոճը, ժամանակակիցները կարծես թե գտել են, հա, բանալին երիտասարդության ու արդյոք պետք է ինչ-որ ծրագրեր արվեն, որ հին դասականներին ավելի շատ բարձրացնենք, խոսենք, ներկայացնենք իրենց մասին, որպեսզի չմոռացվի։ Ես կարծում եմ վատ չէ եւ շատ լավ է, քանի որ մեր ժամանակակից գրողների ժամանակն է եւ իրենք պետք է հնարավորություն ունեն, իրենք ստեղծագործում են, իրենք գրում եւ հրատարակում են, հետեւաբար մենք նույնպես ամեն ինչ անում ենք, որ հատկապես ժամանակակից հայ գրականությունը շատ տարածվի, որովհետեւ միայն մենք կարող ենք տարածել եւ մեր հայ գրականությունը հենց ժամանակակից միայն մենք հայ ընթերցողներով կարող ենք ինչ-որ կերպ բարձրացնել եւ հետո դա այն հասնի աշխարհին։ Դասականների հանդեպ հետաքրքրությունը ինքը ստանդարտ ինչ-որ մի չափի է, որը չի փոխվում։ Այո, ավելի մեծ տարիքի եւ ուսանողները, որոնց համալսարանում հանձնարարում են, սրան նպաստում է հրատարակությունները, քանի որ վերահրատարակվում է եւ նոր կազմով, նոր տպագրական որակով սա ավելի գրավիչ է լինում։ Իհարկե վաճառքի վրա միգուցե շատ մենք չտեսնենք հետաքրքրությունը, որովհետև շատ շատերը տանում ունեն հայ դասական գրականություն եւ երբ ցանկանում են ընթերցել, մենք չենք տեսնում այդ, որ մարդը գնաց դեպի դասական գրականություն, բայց մեր դասական գրականությունը իր տեղը արդեն ունի եւ պետք է մենք օգնենք, որ իր տեղը ունենա նաեւ ժամանակակից գրականությունը։ Վերջին տարիներին նկատվում է գրքերի հանդեպ այդ հետաքրքրությունը մարդկանց կողմից։ Ինչ է կարծում, այդ ժամանակի փոփոխությունն է, թե մտածողությունն է փոխվել մարդկանց։
Դժվար հարց տվեցիք եւ դժվար կպատասխանեմ։ Կպատասխանեմ միայն այն բանով, որ հետաքրքրություն իհարկե նորաձև է ինչ որ չափով, բայց նաեւ երևի թե մեծ ինֆորմացիայի դարում, երբ որ տեղեկությունը շատ է, ամեն ինչ շատ է եւ դու ինչ որ բան պետք է ընտրես, ինչ որ բան, որը դառնա քո տեղեկությունը, այս ամեն ինչի մեջ հենց գիրք կարդալը եւ հատկապես գեղարվեստական գրականություն կարդալը մի տեսակ քեզ հանգստություն է տալիս, այս աղմուկից եւ ամեն քաոսից, որ դու կարող ես մի հատ այսպես առանձին անկյուն ունենալ եւ առանձին ժամեր ունենալ, որը քո հետ ես անցկացնում եւ երևի թե դա է նպաստում, ինչքան ակտիվ է, ինչքան շատ է դրսի աշխարհում ամեն ինչ, դու ուզում ես ներսում մի հատ ինչ որ հանգիստ տարածություն ունենաս եւ գրականությունը գեղարվեստական հատկապես այդ հանգիստ տարածությունն է տալիս մարդկանց։ Իսկ մեր երիտասարդներին ինչ գիրք խորտ կտաք, մեկ գիրք, որը այսպես կարող եք ասել, որ փոխել է ձեր կյանքը, մտածողությունը։ Կա նման գիրք։ Նման գիրք իհարկե չեմ կարող մեկ անուն ասել, որովհետեւ շատ գրքեր կան, մտածողություն փոխել է չի փոխում, բայց ձևավորում է ինչ-որ բան եւ ինչ-որ կերպ ազդում են գրքերը մեր վրա։ Ես հայ գրականությունից խորտ կտամ կարդալ, քանի որ ես ինքս էլ հայ գրականության մասնագետ եմ, խորտ կտամ անպայման կարդալ Եղիշե Չարենցի Երկիրնայիրի վեպը։ Մենք շատ սիրում, շատ կարդում ենք, կամ շատ քիչ, բայց Չարենցը մեր կյանքում կա, բայց այս վեպը իր այն տեղը, որը պետք է ունենա եւ այն տեղը, որը կա իրականում, շատ չի, դրա համար ես շատ կուզեմ, որ բոլորը կարդան այս վեպը եւ ծանոթ լինեն, քանի որ սա նաև ինչ որ չափով մեր պատմությունն է։ Նույն շարքից նաև խորհուրդ կտամ կարդալ Աբովյանի Վերք Հայաստանի վեպը, որը ի դեպ վերջին 2 տարի առաջ վերահրատարակվել է ժամանակակից հայերենին փոխադրված եւ երեխաները արդեն կարողանում են կարդալ եւ հասկանալ, քանի որ Աբովյանը այդ խնդիրներ չէ բերել, որ երեխաները կարդում են չեն հասկանում եւ եկանք հասանք մի շրջանի, որ Աբովյանին էլ չէին հասկանում, այս նոր հրատարակությունը էլի խորհուրդ կտամ կարդալ եւ շատ կարդալ Թումանյան օրվա խորհրդով եւ ամեն օր։ Այո, նաև ես ուզում անդրադառնալ մի կարևոր նախագծի, որ եւս նպաստում է, որ առաջին հերթին երեխաներն են ելավել շատ հետաքրքրվում գրքերով, դա Զանգակի մասնակցությամբ Da Vinci, Կորիզի եւ իհարկե իմ ընկերալենը ՀԿ-ի կողմից մշտապես արդեն 3-րդ տարին կազմակերպվող ֆանտաստիկ մրցույթ պարտոն է, որտեղ մասնակցում են անցած տարի, եթե չեմ սխալվում, 10,000-ից ավել երեխաներ են դիմել ու արդեն ես կրկնվում եմ այս լուրացելով ու ուրախ եմ դրանից, որ իմ երեխաներն են հետաքրքրվում, գրանցվում են, ընկնման ենք գալիս գրքերը, նույնիսկ կա գիրք, որ չեն կարողանում գտնել ու սկսում ենք տարբեր կայքերով, ով ունի այս գիրքը խնդրում ենք մի քանի օրով տվեք երեխեքը կարդան, այդ մրցույթների կարևորության մասին կուզեմ խոսենք, նմանատիպ նաև մրցույթների մասին, եթե կան իհարկե, ինչ է տալիս դա, ես հասկանում եմ, որ մեծ թափով երեխաները սկսում են շագրգռված են ընթերցելու, բայց էլ ինչ է տալիս նման մրցույթ փառատոները։ Շատ օգնում են նախ ընտրված գրականությամբ, քանի որ գրականությունը հատուկ ընտրված է եւ երեխաները այդ ուղղությամբ գնում են եւ հենց այդ գրքերը այդ շրջանում շատ նաև վաճառվում են։ Շատ լավ է, որ ինչ որ չափով մրցակցություն, իհարկե լավ կլինի առանց մրցակցության լինի, բայց երեխաները սիրում են մրցակցություն, եւ լավ է, որ մրցակցությունը գիրք ընթերցելու եւ շատ գիրք ընթերցելու համար է, ինչը էլի նպաստում է եւ դրանից հետո ես վստահ եմ երեխաները, որոնք մասնակցում են նման մրցույթների, հետո էլի կարդալու են, որովհետեւ իրենք արդեն մտել են այդ անիքի մեջ եւ իրենց դա դուր է գալիս։ Նման մի ծրագիր էլ Զանգակ հրատարակչությունն է կազմակերպում, ամառային ընթերցանություն է կոչվում, 3 ամիս երեխաները կարդում են գրքեր, հավաքվում են, քննարկում են, մեկ գիրք են գնում եւ ամսվա ընթացքում անդադ փոխանակում են իրար հետ այդ գրքերը, տարբեր գրքերով եւ վերջում հաղթող երեխայի դպրոց տնակ են տանում այդ բոլոր գրքերով եւ նաեւ ամբողջ դպրոցը տեսնում է, որ տեսեք, այս երեխան էս աշակերտը ամենաշատ գիրքն է կարդացել ամռանը, սա նույնպես նպաստում է եւ այս ամբողջը նաեւ նպաստում է, որ մենք անդադ խոսենք գիրք կարդալու մասին, գրքերի մասին, մենք ցույց տանք, որ դա ժամանակակից է, դա մեզ պետք է եւ դա նորաձև իհարկե մի քիչ վատ է հնչում ասեմ նորաձև է, բայց դա մեր ժամանակակից կենցաղի մի հատ հավես գունագեղ մի հատ մաս է, որը այն ձանձրալի, որ մենք երբեմն պատկերացնում ենք տխուր ինչ-որ բան չէ, էլի գիրք կարդալը այսօր շատ կարևոր բան է մեր կյանքում։
Այո, եւ սիրելիներս, եթե երբեմն հասկանում եք, որ կարելի է ոչինչ չանել եւ լինել հաջողակ, հարստանալ, պարզապես սմարթֆոնը վերցնել, ինչ որ մի հիմարություն անել, հավաքել մեծ դիտումներ, լայքեր, կոմենտներ եւ շատ գումար աշխատել, դուք սխալվում եք, նայեք ֆանտաստիկ գիգանտների, ովքեր որ ամբողջ կյանքի ընթացքում իրենց մինչեւ կյանքի վերջին վայրկյանը նույնիսկ ընթերցել են եւ հասել են մեծ հաջողությունների։ Այդ է ամենամեծ հարստությունը գիրքը։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Ես մեկական միջեցնենք մեր հյուրներ Զանգակ գրահատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Ասղիկ Օհանյանը։ Իսկ դուք շարունակեք մնալ մեզ հետ, ունենք եւս մի կարևոր շատ հյուր խոսելու ենք Միմիան Թումանյանի մասին։